Նախնյալ սպանապետը 10-րդ դարի Սյունիքի ազատագրական շարժման ղեկավարներից է։ Նա ծնվել էր Գազանում, բայց իրենց ասպույթ ծննդյան հայտնի չէ։ Մխիթարը հայ ազատագրական պայքարի մյուս նշանավոր առնչյալ Դավիթ բեկի մերձավոր զինակիցներն ու մտերիմը։ Նա մասնակցել է Դավիթ բեկի գլխավոր ասպերներին, իսկ նրա հիվանդությունից ու մահից հետո 1725 թվականին գլխավորել Սյունիքի ազատագրական պայքարը։ Դավիթ բեկի հուշարձանը գտնվում է Կապան քաղաքում, տեղադրվել է 1978 թվականին, ընդգրկված է Կապանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Սյունիքի մելիքների որոշման համաձայն Դավիթ բեկն իր զորախմբով 1722 թվականի վերջին եկավ Կապան և գլխավորեց թուրք զավթիչների դեմ բռնկված ազատագրական պայքարը։ Ինքը ծորես Գյումրիի անապատի 3 բախում տարվեց զինակից եկել մելիք բախուդարը և վերջինիս դուսները Ցուցակները մենք ներկայացրենք զարդի միջոցով, որտեղ որ նկարագրվում է Սյունիքի կարևոր իրադարձությունները։ Նրանցից առաջինը նկարագրված է, թե ազատագրական պայքարը ղեկավարել է Դավիթ բեկը։ 1922 թվականին Դավիթ բեկը եկավ Հայաստան և հաստատվեց Սյունիքի Շունդիզյան անվանումը։ 1928 թվականին նկարում պատկերված է Նկարստարանի տապանակարը, որը գրագրված է նշանակված որը զոհվեց երիտասարդ Աշխարհացույցի միջոցով կներկայացնեմ Դավիթ բեկին։ Դավիթ բեկը Սյունյաց ազատագրական շարժումը ղեկավարել է 1822-ից 1828 թվականներին։ Նրա ծննդյան թիվը ստույգ հայտնի չէ։ Դավիթ բեկը ծառայել է Վրաց թագավոր Վախկան 6-րդին։